Եթե մինչև սեպտեմբեր կար դեռ ներքին քննարկում, որ գուցե արտահերթ ընտրություններ անվի եւ այդ շրջանակներում կարևոր էր նաեւ այդ զեկույցի բացահայտումը, քանի որ որոշվեց, որ արտահերթ չի լինելու եւ լինելու է հերթական, այսինքն մյուս տարվա հունիսին, ես իմ կարծիքով այդ զեկույցը կհրապարակվի ընտրություններին մոտ։ Գիտեք, հայ ժողովուրդը, ընդհանրապես կարծում եմ շատ ժողովուրդներ, ոչ միայն հայ ժողովուրդը, այսպես նորմալությանը համակերպելու բան ունի, այսպես հակում ունի, որը բերում է նրան, որ այդ պահին ինչ որ կա ակտուալ է, բայց մի քանի ամիս հետո ինքը մոռանում է դա, որտեղ նորմալությունը փոխվում է, հա, տվյալ օրվա պահանջմունքին համապատասխան։ Հիմա օրինակ, չգիտես ինչի ոչ մեկ չի հիշում, արդեն շատերը մոռացել են, մեծ մասի համար արդեն դա էական չի, թե ինչ էր կատարում Հայաստանում մինչև հեղափոխությունը։ Աղետ էր ուղղակի անարդարության, կոռուպցիայի, թալանի, պետության թուլացման, յուրացման, գողության, այդ ամեն ինչը բոլորս գիտենք եւ դրա համար էլ ոտքի կանգնենք, պայքարեցինք, հաղթահարեցինք եւ շպրտեցինք դուրս, չէ՞, նախկիններին։ Բայց հիմա տեսեք, կամած, կաթիլ, բերեցին, հասրեցին նրան, որ այսօր արդեն նախկին, որ ասում ես նախկինների պատասխանատվությունը, շատերի մոտ բան առաջում, սկսեցիք, այդ նախկիններն են, ամեն ինչ մեղավոր է, եղավ։ Այո, նախկիններն են հիմնական մեղավորները, կարճ հիշողություն ունեցողներ, մոռացաք երևի։ Եվ այդ մոռանալու բանն էլ վերաբերում է նաև այս կարգի բաները, այսինքն եթե այսօր հրապարակվի այն ինչ որ տեղի ա ունեցել, իսկ այդտեղ ակնհայտ երևալու է թե նախկինների դերակատարությունը իրենց թալանով, իրենց իդիոտ կադրեր նշանակելով, հա, խնամի ծանոթ բարեկամով, որ նշանակել են տարբեր ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների փոխաներ ունեցել ենք շատ դեպքերում դեգեներալներ եւ այլն, եւ մյուս կողմից ռուսական ազդեցությունները եւ այլ, այդ ամեն ինչը այսօր է բացահայտվելու, բայց կներեք 6-7 ամիս հետո հազար ու մի ուրիշ ջրեր է հոսելու եւ այս ամեն ինչը մոռացվելու է։ Եվ եթե ես լինեի իշխանության փոխարեն, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, եմ որ ասում հերո ինձանից, ոչ մեկին չեմ ցանկանա իր տեղը լինել, բայց ամենադեպս ես հաստատ կուզենայի, որ այդ բանը հրապարակվի ընտրություններին մոտ։ Բացառում եմ, որ իշխանությունները եթե իրոք մեղսակից լինեին ինչ որ լուրջ բաներում եւ ինչ որ իրենց լուրջ սխալներ այնտեղ եղած լինեին, այդպիսի հանձնաժողով ձևավորելու ընդհանրապես նպատակ ունենային։ Դե ձևավորեցին, բացեցին, բացահայտեցին, ձևավորեն մեկ եւ անդիմությունն էլ այդպիսի հնարավորությունից ինքն իրեն կզրկեր եւ չեր գնա չեր մասնակցի այդ ամեն ինչին։ Այսինքն, եթե այնտեղ գոնե մի բան կարողանային իրենք կորզել իշխանության դեմ, իրենք կգնային խոշորացույցով բոլոր այդ գործերը կուսումնասիրեն, հələ ինչ որ տեղերում իրանք կխթանեն, կասեն, չէ, այս մեկին է հրավիրեք, մի հատ հարց ու փորձ անենք, այս մեկին էլ արձակնենք եւ այլն։ Բայց իրենք լավ գիտեն այնտեղ ինչա կատարվել, որովհետեւ իրենց նաեւ մեղսակցություններ եւ իրենց կրեմլյան տերերի եւ այդ ամեն ինչը այո, պետք է ընտրություններից առաջ մի հատ թարմացվի մեր հայ ժողովրդի հիշողությունը, որ բոլորն էլ եւս մեկ անգամ տեսնեն ով է եղել պատասխանատու մեր պարտության, որտեղ այդ պարտությունը մեր վզին փաթաթվել է, մեր գլխին ջարդվել է այդ պարտությունը ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում, այդ ռուս-թուրքական վանդակը, որտեղ հիմնական դերակատարումը նաեւ Ադրբեջանի ձեռքերում էր։ Սպուտնիկ Արմենյան ընդհանրապես մանիպուլատորներից մեկն է, բա որ ասում ենք այդ մանիպուլատորներին, հիբրիդային պատերազմի մասնակիցներին փակեք, դուրս շպրտեք, ոնց որ Ադրբեջանը արեց։ Ադրբեջանի դիրքերը ինչի են այդքան կայուն ու պինդ այդ առումով, որովհետև թույլ չի տալի ռուսական այդ կարգի ազդեցություններ։ Ինչ է նշանակում բացահայտ մանիպուլյացիա անես։ Պուտինը ասում է անցած տարի հերիք չի, ասում է չէ, ավելին էին, ասում է այս տարի ավելի շատ են լինելու։ Այդ մի կողմ են դնում, որ Պուտինը այդպիսի բան ասել, հա, բարձա չէ, մեր որ լսողները չգիտեն ինչի մասն է խոսքը, որ Փաշինյանն ու Պուտինը այդ քննարկում են, ասում է Փաշինյանը այս տարի 4 միլիարդ է եղել, Պուտինը ասում է չէ, ավելի, այս տարին հələ չի էլ լրացը, չէ, այս տարի նկատի ունի այն հայտնի թվերը։ Հայտնի թվերն մինչև օգոստոսն է հրապարակված, պաշտոնական թվերը 4.5 միլիարդ է։ Հա, լավ, ասենք թե այդ պահով Պուտինը գիտեր, որ 4 չի 4.5 է, ու դրա համար ասեց ավել է։ Հենց այդ է։ Ինքը հետո ասում է, Փաշինյանը ասում է անցած տարի էլ 9 միլիարդ է եղել, Պուտինը ասում է չէ, ինչ 9 միլիարդ, ավելի է եղել։ Հիմա եթե վերցնում ենք, որ նույն շրջանի մասին է խոսքը, այսինքն մինչև օգոստոս այս տարվա, որ 4.5 է եղել, եւ մինչև օգոստոս անցած տարվա, որի հետ համադրելի է եւ համեմատելի է, չի կարա 8 ամսվա տվյալը համեմատվի 12 ամսվա տվյալի հետ։ Այդ դեպքում Փաշինյանը ընդհանրապես կես միլիարդի սխալ մունք է թույլ տվել, ասենք 4-ի կեսի փոխարեն կլոր ասել 4 ասել, այն դեպքում էլ 12 ամսվա ընթացքում 12 միլիարդ է եղել,
9 միլիարդ ասել, որը որ այդ շրջանի միջև օգոստոսի ցուցանիշն է, ասենք, բայց հարցը այդ չի։ Պուտինը ուրիշ բան էր ասում այս տարի ավելի է լինելու։ Ասում համ հերիք չի, ասում քիչ ես ասում ավելի է լինելու այս տարի։ Որտեղից ավելի կիսով չափ կրճատվել արդեն։ Որտեղ չի տիրապետում Պուտինը, թվերին չի տիրապետում։ Այստեղ տիրապետելու, չտիրապետելու խնդիրը, թե այնուամենայնիվ այլ ենթատեքստել գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանառությունը, տնտեսական պետք է լինի շատ ավելի բարձր։ Ինչու՞։ Ուրեմն տեսեք, մի բան է, եթե ինքը ասենք ուզենար այդ քաղաքական նպատակով այդպիսի բան ասեր, ինքը սխալ թվեր չէր հրապարակի, որը իրան խայտարակելու հիմք էր դառնալու։ Այսինքն այստեղ թյուրիմացություն է բարձր։ Ոչ թե թյուրիմացություն տեղյակ չի, ինքը նույն ձև ոնց որ դիա գեներալները բերում զեկուցում էին, ասում են Կիևը 3 օրում գրավելու են գերիչներ, փուչիկներով մեզ դիմավորելու են, դրա համար նույնիսկ որոշում էր կայացվել, ուրեմն շքահանդեսի բաներ, շորեր, դրոշներ, փուչիկներ, տանկերի մեջ հրթիռների փոխարեն այդպիսի զիբիլ են լցել, որ տանեն բանում պարադան են։ Շքերթ անեն Կիևում։ Նույն կերպ իրեն զեկուցել են, որ այդ 5 միլիարդը, որ դրա համար ծախսել են, ի նպատակ են գնացել, այլ ոչ թե կերել են։ Նույն կերպ իրան զեկուցում են, որ ամեն ինչ պլանով է գնում, ինքը ելնում ամեն անգամ ասում է, հա, всё идет по плану։ Այդ մասով կոնկրետ իր ու Ալիևի անձնական շփումների եւ անձնական պայմանավորվածությունների խախտում է տեղի ունեցել ժամանակին, եւ դա եղել է անցած տարվա հուլիսին։ Ես միշտ դրա մասին ասում եմ։ Այդ պատմությունը չի սկսվել օթանավի խոցումից, սկսվել է անցած տարվա հուլիսից, երբ որ Ալիևը, որը միջև այդ անդադ ասում էր, որ նոյեմբերի 9-ին 9-րդ կետը պետքա պահպանվի եւ այնտեղ ռուսական ՖՍԲ պետք է կանգնած լինի, որի պատճառով արևմուտքից իրան ճշում էին, սխում էին, ասում են չհասկացանք, բա ասում ես մեր կողմնակիցն ես, բազմա Ռուսաստանի խամաճիկն ես։ Հայերը դաժե տենց բան չեն ասում են ոչ մի ՖՍԲ-ն դե չպետք է կանգնի, դու ասում ես չէ ՖՍԲ պետք է կանգնի։ Բայց անցած տարվա հուլիսից ինքը փոխեց այդ բանը եւ ասեց որ չէ այդ բան չի արդեն ակտուալ չի այնտեղ ռուսական ՖՍԲ-ն եւ ռուսները ասեցին ոչ թե ակտուալ չի Ղարաբաղը տվեցինք քեզ հայերին այնտեղ բռնակ գաղթեցրեցիր մեր համաձայնությամբ մեր թողտվությամբ մեր զորքերն էլ հանեցին այդտեղից այսպես կոչված խաղապանը այդ ամեն ինչ ուզեցիր արեցինք միայն թե դու այդ 9-րդ կետը ապահովես իսկ այդ ապահովելը պետք է լիներ հարձակվելով Ռուսաստան գար մեզ փրկեր այնտեղ իրենց ՖՍԲ-ն արդյունքում կանգնացներ Հայաստանն էլ իշխանապողություն անեն իրենցով անեն Այդ է պլանը պայմանավոր դու այդ գլխից այդ ամեն ինչ ստացար ու մեր գլխից թռնում ես դե հիմա կտենաս ու այդ կտենասը սկսվեց դեկտեմբերին օթանավը խոցելուց հետո տեսան չհասկացավ կամ կոտոշները տնկեց ասեց աղմուկ բարձրացեց աշխարհով մեկ թե բան ներողություն պետք է խնդրես եւ այլն ասած ոնց չհասկացա ուրեմն ավելի լավ կհասկացնենք սկսեցին կուլակաթափ անել ադրբեջանցիներին երկու հոգու էլ ցուցադրաբար սպանեցին ու հենց մի քանի օրից առանց իրենք իսկ փորձակնություն անելու ուղարկեցին Ադրբեջան որ այնտեղ փորձակնություն անեն ու տեսնեն ինչ դաժանությամբ են սպանել երկուսին հիշենք Պերմյակովի ակցիան էստեղ սարսափեցնելու հա այդտեղ Հայաստանի իշխանությունները Սերժենց որոնք որ չէին համաձայնվում Լավրովի պլանին եւ այնտեղ այսպես ցուցադրական ակցիա կազմակերպեցին Պերմյակովի գլխին սարքեցին որտեղ Պերմյակով չէր կարող մի հոգի այնտեղ ոնց որ մեր փաստաբաններն են ասում մի հոգով այդպիսի սպեցօպերացիա չէին կարող հնարավոր չի իրականացնել Էդ է KGB ռուսական KGB-ի գործելավոճը դա է եւ Տեսանետել չի ազդում, սկսեցին արդեն տնտեսական պատժամիջոցներ, ադրբեջանական ներկումներ արգելել, սանիտարականից սկսած մինչև ԵԱՏՄ-ի շրջանակներում որոշեցին սահմանափակումներ մտցնել պլաստիկ եւ բանի ներկրման վրա, որ 800 միլիոնի մենակ պոլիստեր եւ պլաստիկ էին արտահանում Ադրբեջանից բան։ Այդ էլ սահմանափակելու եւ Ալիևը տեսավ, որ խնդիր է առաջանում, սկսեց ինչ որ մեսիջներ բան անել Պուտինին, բայց Պուտինը մյուս կողմից տեսավ, որ իրանք տնտեսական լուրջ վնասներ են կնում նաև Ռուսաստանը եւ այս թուլացման պայմաններում ավելի լավ է ինչ որ այլ ձևերով պայմանավորվել այդ չգիտեմ թե այլ ձևը որն է որտեղ այդ ցուցադրական են ինչ որ խոսացին կամերաների առաջ մի բան է թե ինչ են պայմանավորվել Ինչի դիմաց է այդ ջերմացումը գնացել ինչի հաշվին ով է վճարելու հա կոպիտ ասած Հայաստանը բարեբախտաբար հիմա հնարավորություն ունի չվճարելու որտեվ ասում եմ Տրամպի ուղի կա ամերիկացիներն են մտել այդ ճանապարհի վրա կանգնել եւ այդտեղ արդեն տենց հեշտ Ալիևը չի կարա քիթ խոթի նու մաքսիմում կարող է Պուտինը համոզած լինել Ալիևին որ կամ դու որևէ կերպ մասնակցի այդ կարգավորումներին այդ ճանապարհի անցուդարձի որ ես քո միջոցով գոնե կարողանամ այնտեղ ներկա լինեմ կամ գոնե այդ խաղաղության պայմանագիրը մի վավերացրա միջև ընտրությունները որ կարողանանք մեր խամաճիկներին այնտեղ իշխանության բերենք Այդ երկու բանը կարար Ալիևը իրան տար
Գուցե դրա շուրջ եղել է պայմանավորվածություն, թե չէ այտենց հեշտ Պուտինը չեմ կարծում զուտ այն պատճառով որ տեսնում էր որ տնտեսական վնասներ ա կրում հրաժարվել, իսկ տնտեսական վնասները երկուստեք բավականին լուրջ է։ Դուք գիտեք որ Ռուսաստանը իր նավթը արտահանում էր նաև ադրբեջանականի անվան տակ։ Ադրբեջանական նավթը գնում էր Նովորոսիսկ, ռուսները բերում են իրենց նավթը խառնում են հետը, այն համամասնությամբ որ չազդի որակի վրա եւ որոշակի չափանիշներին համապատասխանի, նոր դա արտահանվում էր ադրբեջանականի անվան տակ։ Բոլորն էլ դա գիտեն։ Ռուսները բռնեցին ինչ արեցին մի պահ, մասամբ էլ Բաքու Ջեհանում էր դա արվում։ Բաքու Ջեհանում բռնեցին Ուրալսի հետ այնպիսի չափաբաժին վնասակար նյութեր խառնեցին, որ Ադրբեջանը վնաս կրեց, խայտարակ եղավ։ Էլ չեմ ասում են գազատար բանը, որ պայթացրեցին Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող, այդ կարգի բաներ սկսեցին անել, հասկացնելու, որ դու մեզանից կախված ես այդ առումով, բայց իրանք էլ ադրբեջանից են կախված իրականում, որտեղ իրանք իրենց նավթը հիմա չեն կարողանում։ Ну, մեծ ծավալներ չի իհարկե այդ ֆանտաստիկ ոնց որ Հնդկաստան, Չինաստան ծախում են, չէ, այդ ծավալները չի։ Նույնիսկ Թուրքիային վաճառվող ծավալները չի, ուղիղ որ վաճառում են եւ նույնիսկ Թրամփը Թուրքիային ասաց այդ մի բանից պետք է հրաժարվեք, չէ, դրա համար էլ չստացվեց գործարքը։ Թրամփի ուզածը դա էր, դրա դիմաց էլ Թուրքերը ասում են, բան, F-35-եր եւ այլն, չէ, այդ ռազմական սահմանափակումներ, պատժամիջոցներ հանի, չհամաձայնվեցին Թուրքերը այդ նավթից գնումներից հրաժարվելու, որտեղ իրանք հսկայական շահույթներ են ստանում այժմ նավթ գնելով Ռուսաստանից։ Թրամփն էլ ասեց, դե ուրեմն ոչ մի F-35 չի լինի։ Ամենայն դեպս տեսանելի չի, որ որևէ բանի համաձայնվել են։ Հիմա նոր բան է խնդրել Թրամփը, Համասին գնա ասա, որ համաձայնվի, չէ։ Համասի համաձայնություններից մի օր առաջ այդպիսի արտահոսք եղավ, որ չեմ հիշում արտահոսքը, թե նույնիսկ Թրամփն էր ինչ որ ձևով արտահայտվել դրա մասին, որ Էրդողանն ասել է, ես քեզ շատ եմ լավություն արել, այդ մի լավությունը դու ինձ պետք է անես, պետք է Համասին ասես, որ ստորագրի այդ իմ ասած պայմանավորվածությունները, բայց դա ինչ նշանակում։ Այսինքն Համասի պապան պարզվեց ով է։ Ինչ Իրան, Իրանի վրա են շարանում։ Պարզվեց Համասի պապան Էրդողանն է, որ Էրդողանը կարա ասի համաձայնվի թե չհամաձայնվի։ Նույնիսկ Եգիպտոսին չի դիմել Թրամփը։ Այսինքն գիտի, չէ՞ ում է դիմում։ Դրա համար էլ Իսրայելը տենց կատաղած է եւ թուրք-իսրայելական հարաբերությունները Իսրայելի պապան էլ Միացյալ Նահանգներն են եւ ստացվում է Թուրք եւ Միացյալ Նահանգներ։ Այդտեղ ես ձեր հետ կվիճեմ։ Ես չեմ ասում, ես հարցնում եմ։ Չեմ էլ ուզում ասեմ, որ հակառակն է, իրականում Միացյալ Նահանգները հեգեմոն է, բայց Իսրայելի հանդեպ Նետանյահուն է պապան, հա։ Չէ, Իսրայելի հանդեպ քաղաքականությունը Նետանյահուն արդյունավետորեն վերահսկում է։ Չի ամբողջությամբ ուղղորդում 100%-ով, դա էլ չափազանցություն կլինի, բայց էական ուղղորդում ունի եւ ազդեցություն ունի հսկայական որոշակի գործիքակազմի շնորհիվ։ Ավելին ասեմ, Մերձավոր Արևելքի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը էապես ազդված է Իսրայելի կողմից եւ 2020 թվականի պատերազմից հետո հիշում եք, ես ձեր մոտ հենց ասել եմ, որ սա Ամերիկայի թույլատվություն, Թրամփի թույլատվությունը ստացվել է նաև Նետանյահուի միջամտությամբ։ Էրդողանի եւ Նետանյահու երկուսն էլ շատ լավ են բան Թրամփի հետ, բայց շատ լավ լինելը քիչ էր։ Միացյալ Նահանգները այստեղ կորցնում են, իրենք հնարավորություն ունեն այստեղ միջազգային զորքեր բերելով, սկանդինավյան զորքեր բերելով իրենց ազդեցությունը մտցնել Արցախ։ Այսինքն իրենց շահերի դեմ գնացին, որովհետեւ Իսրայելի կողմից այդ ազդեցությունը եղել էր։ Հիմա թե ոնց էր համոզել Նետանյահու, ինչեր էր բան արել, բայց Թրամփը ազդված էր այս տարածաշրջանում իսրայելյան քաղաքականությամբ, դրա համար համաձայնվեց Ամերիկայի շահերը զոհաբերելով այդ քայլին գնալ, չէ՞։ Ուզում ասեմ, այնպես չի, որ Ամերիկան է Իսրայելի պապան, հա, չէ, այդպեսի բան չկա։ Իսրայելը բավական ինքնուրույն խաղացող է եւ այդ առումով Համասի վրա Թուրքիայի ազդեցության մասին իրենք շատ լավ էլ տեղյակ են եւ այդ հարաբերությունների սրումը իսրայելա-թուրքական նաեւ դրա հետ էր կապված։